Նախորդ նստաշրջանի ժամանակ դուք մի անգամ ելույթ ունեցաք, մյուսներին չեմ ուզում անդրադառնալ, բայց այս մեկը ուզում եմ էլի ամեն դեպքում, ես հնարավորությունը կա այսպես հարց տալու։ Խոսում էիք ձեր ինչ-որ մանկությունից, որ դուք կռիվ եք արել, եղելա ձեզ ծեծեն, դուք ծեծեք, ու այս համեմատության մեջ կարծես իմ հետ էիք ուզում համեմատվել ու ասում եք, այ իսկ Լևոն Քոչարյանը իր փոքր տարիքում, երիտասարդ տարիքում, երբ որ հարց էր ունենում, ԱԱԾ-ի ալֆաներ այդ հարցերը լուծում։ Նախ սա բացարձակ սուտ է, զրպարտող է, չգիտեմ ձեր համար, ոնց իմ համար կոնկրետ սա շատ վիրավորական է, ու ուզում եմ, չգիտեմ, հասկանամ, ինչի եք այդ սուտը գալիս, այդ ամբիոնից խոսում, նույնձև եք շարունակում անել, երբ որ վերևում հայտնվեք։ Պարոն Քոչարյան, այն ինչը ես ասել եմ այս ամբիոնից, դրա մասին գիտի ամբողջ Երևան։ Ես ճիշտ ծնվել եմ Իջևանում, բայց ես սովորել եմ Երևանի Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 դպրոցում, պարոն Քոչարյան։ Դրանից հետո ես սովորել եմ Երևանի պետական համալսարանում, պարոն Քոչարյան։ Ես ինչքան էլ որ ծնվել եմ Իջևանում, ես մեծացել եմ ու ապրել եմ ու ապրում եմ Երևանում, պարոն Քոչարյան։ Ու ես իմ տարեկիցներից շատ բան գիտենք, պարոն Քոչարյան, շատ բան գիտենք այս քաղաքում տեղի ունեցածների մասին։ Հիմա եթե դուք ուզում եք այդտեղ տպավորություն ստեղծեք, թե դուք այն ոսկե երիտասարդության ներկայացուցիչը չեք, որին Հայաստանի Հանրապետությունում թույլատրվում էր ամեն ինչ։ Չէ, դուք հենց դա եք, պարոն Քոչարյան, դուք հենց դա եք։ Այո, ձեր երիտասարդության տարիներին ձեզ թույլատրված է եղել ամեն ինչ։ Ձեզ, ձեր ընկերներին, ձեր շրջապատին, ձեր հոր կողմից նշանակված մյուս պաշտոնյաների որդիներին, դրա մասին բոլորը գիտեն։ Ընտանիքներ են եղել, կլաններ են եղել, պարոն Քոչարյան, որոնց զավակները երբ որ մտել են սրճարաններ Երևանում, ինպես տղերքը սովորական ուսանող տղերքը իրանց ընկերուհիների հետ են եղել, դուրս են եկել այդտեղից, արագ որ հանկարծ մի պատմության մեջ չընկնեն, որովհետև բոլորը գիտեն, թե ինչ կարող է այդտեղ տեղի ունենալ։ Բոլորը գիտեն, թե ինչ կարող է այդտեղ տեղի ունենալ։ Հիմա դուք ինձ ուզում եք համոզեք, որ այն կյանքը, որը որ մենք բոլորս ապրել ենք, որը որ մենք բոլորս տեսել ենք սուտ է, ուզում եք համոզեք, որ չի եղել տենց բան։ Հասկանում եմ, որ հիմա մի սերունդ է մեծացել, որը այդ ամեն ինչը չի տեսել, ու դուք շատ լավ փորձում եք շահագործել այդ հանգամանքը, բայց մենք տեսել ենք, պարոն Քոչարյան։ Մենք տեսել ենք։ Դուք այստեղից ասում եք, ինչ ախրանիկ, ինչի մասին է խոսքը։ Ախրանիկ բառն եմ ես եմ հնչեցրել, ինչի համար եմ հնչեցրել, կհիշեք։ Երբ որ ձեր օգնականը, եթե չեմ սխալվում, մոտ 2 մետր բոյով ու ինձնից շատ ավելի թիկնեղ ձեր օգնականը, պարոն Քոչարյան, ազգային ժողովի բակում փոքրամարմին լրագրողի վրա էր հարձակվել ու հարվածել, պարոն Քոչարյան։ Նոր էլ իրար հետ քայլում եք էլի ձեր հետ։ Դա օգնականի պահվածք չի, պարոն Քոչարյան, դա ախրանիկի պահվածք է, այո։ Դրա համար ախրանիկ, եթե չեք ուզում, որ ձեր կողքի ընկերներին, ձեր մտերիմներին, ձեր օգնականներին ախրանիկ ու հաստավիզ ասեն, ապա խնդրեք ու հորդորեք նրանց, որ հաստավզի պես լրագրողների վրա չհարձակվեն, որտեղ ինչքան հարձակվեն իրանք լրագրողների վրա, ես իրանց անվանելու եմ հաստավիզ ախրանիկ, պարոն Քոչարյան։ Երկրորդը, երեք էիք դատարանում, որ ոստիկանի հետ խոսելուց ասեցիք, ես ձեզ մուսր եմ ասել։ Այդ երեք էր, պարոն Քոչարյան, տենց ռիլ եղավ, ինչ-որ տենց աուե երկերի տակ բան էին անում։ Կա կողմնորոշվեք, պարոն Քոչարյան, դուք ստեղ պատգամավոր եք, քրեական օրենսգիրք եք քվեարկում, թե տենց ինչ-որ գողական բան եք փորձում ստանալ։ Դուք էլ են արքայազնը չեք, պարոն Քոչարյան։ Դուք Հայաստանի Հանրապետության ոստիկանի համազգեստը ու ուսադիրը տեսնելու շատ զգաստ պետք է կանգնեք, պարոն Քոչարյան, այսուհետ, որտեղ ձեզ ոչ մեկ չի թողելու դուք ոստիկաններին մուսր ասեք։ Որտեղ եթե հանկարծ շշկրվեք ու մտածեք, որ դուք կարաք ոստիկաններին մուսր ասեք, կամ ինչ-որ մեկը, ես վստահ եմ, որ ոստիկանները այդ մարդկանց կուղարկեն իրենց համապատասխան տեղը, պարոն Քոչարյան։ Ավարտեք, պարոն Ալեքսյան։ Արձագանք։ Ուրեմն այն ոստիկանը, ով որ քաղաքացուն բացարձակապես ոչինչ չանելու, նույնիսկ հետ առանց բառ խոսելու կսկսի հարվածել, ինքը իմ համար դադարում է այդ պատիվը, որը պիտի որպես ոստիկանի համազգեստ ունեցող կրի, ինքը կեղտ է իմ համար։ Ավելին ասեմ, ու խոսքը հենց դրա մասին է եղել այդ դեպքերի համատեքստում, այն բառերը, որը ես այդ մեքենայի մեջ հնչեցրել եմ, որ ինքը իմանա, որ դա կոնկրետ իրան է վերաբերվել ու մյուս ոստիկանները իմանա, որ նրանց չի վերաբերվել։ Դրանից բացի, նաև ես կեղտ եմ համարում այն մարդկանց, ովքեր սուտ են խոսում, զրպարտում են
ուրիշի արժանապատվությունը երևի իրանք սեփականը չունենալով հանդերձ են դա անում։ Այն ինչ դուք ասում եք իմ երիտասարդության մասին, ու որպես բացատրություն դե բոլորը գիտեն։ Կատարյալ սուտ է, չգիտեմ, երևի անհույս է ուղղակի այս կարգի հարցերում ձեզ ինչ որ հարց տալը, որովհետև ուղղակի կատարյալ դեմագոգիան ու ստախոսությունը պարզապես սահման չունի, ուրիշ ասելիք պարզապես չունեմ ձեզ, իսկականից։ Արձագանքեմ, պարոն։ Շնորհակալություն։ Պարոն Քոչարյան, ասում եք այն ոստիկանը, որը քաղաքացուն անտեղի հարվածում է, կեղտա կամ մուսր է։ Ես կարծում եմ հակաօրինական քայլ կատարած մարդը, ում պետք է քրեական պատասխանատվության ենթարկել, բայց արդյոք սիլոգիզմով այն օգնականը հաստ վիզ ունեցող, որը լրագրողի է հարվածում, կեղտա ու մուսր է, պարոն Քոչարյան։ Տենց աշխատում է այդ տրամաբանությունը, թե չէ հարց եմ տալի։ Հիմա ձեր օգնականը ազգային ժողովի բակում հարվածել է լրագրողին։ Իրանից մի 5 անգամ փոքրամարմին լրագրողին հարվածել է։ Հիմա էլի ձեր օգնականն է, պարոն Քոչարյան։ Ինքը հիմա ձեր տրամաբանությամբ կեղտ ու մուսր է, թե կեղտ ու մուսր չի, պարոն Քոչարյան։ Եվ երկրորդը, ես նորից եմ ասում, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ապրել են այս երկրում։ Ապրել են նորմալ կյանքով, պարոն Քոչարյան։ Ձերպես չեն ապրել, պարոն Քոչարյան։ Պարոն Քոչարյան, մարդիկ ամեն ինչ տեսել են եւ մարդիկ ամեն ինչ գիտեն։ Իմ սերունդը 90-ականների սերունդը այդ ամեն ինչը տեսել է եւ այդ ամեն ինչը գիտի, պարոն Քոչարյան։